Հոկտեմբերի 24-ին Երևանում կայացավ Տաշիր Արենայի հանդիսավոր բացման արարողությունը։ Այն այսօր նոր սերնդի մշակութային և ժամանցային ինքնատիպ համալիր է, որը կառուցվել է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։ Էթերնիա շոուի պրեմիերան դարձավ միջոցառման պայծառ կետն ու Երևանի կրկեսի, որն այժմ իր տեխնիկական հագեցվածությամբ և հնարավորություններով չի զիջում աշխարհի առաջատար արենաներին, նոր դարաշրջանի բացման խորհրդանիշը։ Այսօր տոնական օր է մեզ մոտ։ Այստեղ մեր ստուդիայի սաներն են, ժողովուրդը կամաց մոտենում է, իհարկե տոն է։ Այստեղ տեղի կունենան այնպիսի հսկա ներկայացումներ, որ բոլորը կսպասեն մյուսին, ինչ շատ հարցում են, իսկ երբ է լինելու հայկական կրկեսը, դա էլ կլինի շուտով, այնպես որ բոլորիս շնորհավորում եմ նոր կրկեսի բացման առիթով։ Տոնական երեկոյի սկիզբը խորհրդանշական էր։ Տաթևիկ Կարապետյանը բացեց արենայի դռները, հրավիրելով առաջին հյուրերին նոր տարածք։ Բացման արարողությանը ներկայի մշակույթի և բիզնեսի ներկայացուցիչներ, բարեգործական կազմակերպությունների և մեդիայի ոլորտի ներկայացուցիչներ, շոու բիզնեսի աստղեր, արտիստներ և բլոգերներ, հարյուրավոր հյուրեր դարձան ծննդյան ականատեսը այն եզակի վայրի, որտեղ միաձուլվում են արվեստը, տեխնոլոգիաներն ու տաղանդը։ Այսօր հրավիրվածների ցանկում երևի թե բոլոր այն մարդիկ են, ովքեր որ ամեն մեկը ինչ-որ փոքրիկ կամ ներդրում է ունեցել այս Տաշիր Արենայի և Էթերնիա շոուի իրականացման մեջ, թե մեր մտերիմ ընկերություններ, մեզ հարազատ մարդիկ, ընտանիքի անդամներ և բոլոր այն մարդիկ, ովքեր որ կարծում են, որ հետագայում նույնպես իրենց ներդրումը կունենան այս շենքի և հետագա շոուների մեջ։ Հյուրերին սպասում էր տպավորիչ տոնական ծրագիր։ Երեկոյի կուլմինացիան դարձավ Էթերնիա շոուի պրեմիերան, ներկայացում, որի վրա աշխատել է ավելի քան 100 արտիստներից կազմված ստեղծագործական խումբը։ Այն դարձավ նոր արենայի յուրատեսակ այցեքարտը։ Տարիներ շարունակ իրականացված ինտենսիվ փորձերը հնարավորություն տվեցին ստեղծել մի ներկայացում, որը ջնջում է կրկեսային արվեստի, թատրոնի և ժամանակակից մուլտիմեդիայի տեխնոլոգիաների սահմանները, հանդիսատեսի համար բացահայտելով հնարավորի նոր հորիզոններ։